Ողջույն, Բուն TV եթերում սպորտ ոդքասթ Հեթանոսի հետի հերթական թողարկումն է։ Ինչպե՞ս եք, հարգելի հեռուստադիտողներ։ Ես մի քիչ վատ, ընկճված երևի թե այդպես կարող եմ նկարագրել, թե ինչի հետ է կապված, կդժվարանամ երկար ու միանշանակ առանց սուբյեկտիվիզմի խոսել մի թեմայի շուրջ, որը իմ համար դարձել է շատ ցավոտ եւ որպես նախերգանք այդ պատմության կարող եմ առաջարկել դիտեք մի հատ շատ անձնական ռեպորտաժ, որը պատրաստել էի ես, հետո լրամշակեցի իրան, որպեսզի այն ստանա վերջնական տեսք եւ հետո արդեն ավելի մանրամասն կբացատրեմ, թե ինչպես տեղի ունեցավ, որ տեղի ունեցավ հենց այդպես։ Ահա ես վերջ։ Ես հաստացի։ Այսօրվա պես հիշում եմ, փոքր էի, երբ ֆուտբոլից մարզիչն ուղարկեց Սպարտակի դաշտ վազելու։ Գնացի, հիմա լավ չեմ հիշում, բայց երևի 1500 մետր վազք էր։ Վերջինը ասա, 10 վայրկյանի կարգի բոլորից հետ էի մնացել։ Առաջատարները 3-ն էին իրար շատ մոտ հատեցին եզրագիծը։ Դե տխուր, ձեռքերս գոտկատեղից գլուխս կախ մի կողմ գնացի։ Մեկը մոտեցավ ուսիս խփեց, ապրես շատ լավ վազեցիր, բայց չի հասկանում, ծաղրում են, լուրջ են խոսում, իրենա թվաց է թե ես առաջատարներից մեկն էի։ Հետո իմացա մյուսները տարիներ շարունակ մարզվել էին, բոլորը վազորդներ էին, մեկը 25 տարեկան էր օրինակ, 6 տարի է ինչ վազում էր։ Իսկ ես պարզապես եկա ու վազեցի։ Դե ես մի հատ փոքրիկ պատմություն կպատմեմ։ Այո։ Ուրեմն Ինչ չէին ասել երբեք, որ վազքը մարզաձև է։ Վերադարձա ֆուտբոլ, որտեղից դուրս թռա ինձնից ավելի տաղանդավորներն ու հնարավորություններ ունեցողները ավելի շատ էին։ Գնացի համալսարան սովորելու, բայց միշտ հիշում էի, բանից պարզվում է ես լավ եմ վազում ու մտածում էի, թե դա ֆունկցիա է, ինչպես քայլելը։ Մեկ անգամ քայլես, միշտ էլ կքայլես։ Համալսարանն ավարտեցի ու ինչ որ մի օր նորից հիշեցի։ Ես լավ եմ վազում։ Դուրս եկա վազելու ու բանից պարզվեց, որ բանի պիտանից չեմ։ Ես լավ չեմ վազում։ Ինքս ինձ լավ գիտեի ու զգում էի, հազիվ եմ վազում։ Մի կերպ երևի վազեցի 2-3 կիլոմետր, հիասթափվեցի ու հասկացա իրոք։ Ես էլ վազել չգիտեմ։ Էլի տարիներ անցան, օրինակ այս կադրերում էլի ես եմ վազում։ 2019 թվականն է, Սևանի շուրջ մի ամբողջ օր 4 հոգուց կազմված մեր թիմը 212 կիլոմետրն անցավ 18 ժամ 57 րոպեում։ Ես էլ վազեցի այդ ընթացքում 56 կիլոմետր։ Գրավեցինք 3-րդ տեղը, երկրորդ տեղից քիչ հետ մնացինք։ Հիմա էլի ինձ ուժեղ եմ զգում, այնպես ինչպես երբ ես պատանի էի, այնպես ինչպես ես 2019 թվականին, երբ Սևանի շուրջ էի վազում։ Ու հիմա էլ առավել քան պատրաստ եմ վազելու Եգիպտոսում, Բուրգերի շուրջ, դեկտեմբերի 13-ին։ Ահա ես վերջ։ Ես հաստացի չկարողացա գնամ Եգիպտոս ու մասնակցեմ Բուրգերի շուրջ կիսամարաթոնին։ Ստիպված մնացել եմ 2 օր ավել Բուդապեշտում։ Անձնագրի վավերականության հարցը մանավանդ որ ես Շենգեն գոտու վիզա ունեմ, բավական երկար իդեպ այդ ամեն ինքը պետք է իմանաս ինչ-որ աղբյուրներից ու այդ աղբյուրներից մեկը հենց կարար ավիաընկերությունը լիներ, որը ինձ տոմս է վաճառում ու ես կարծում եմ, որ պատասխանատվություն ամենամեծ գործակիցը հենց նրանց վրա է։ Իդեպ նույն այս ընթացքում, քանի որ Եվրամիության գոտում փոփոխություններ էին եղել եւ կենսաչափական անձնագրերի ու մուտք ու ելքի գործոնների փոփոխություններ կար, նրանք պարբերաբար ուղարկում էին ինձ նամակներ այդ նույն շրջանակներում, եթե նրանք տեղեկացնում են, որ Եվրամիության գոտում այսպիսի կամ այնպիսի փոփոխություններ են տեղի ունենում, երևի թե ճիշտ կլինի, եթե դու Եվրամիության գոտուց թռիչք ես իրականացնում ինչ-որ արաբական երկիր կամ ուրիշ աշխարհ, ուրիշ մայրցամաք, դու պետք է ու պարտավոր ես տեղեկացնել, որ այս երկրում կա այս ու այն օրենքներն ու կանոնները։ Հաստատի նմանատիպ ծանոթություն ես չէի ստացել, չնայած նրան, որ ինձ տոմսեր վաճառել էր վիզերը, ու ես հայտնվեցի նման իրականությունում։ Դժգոհել կարող եմ միայն ինքս ինձնից, ոչ մեկ պարտավոր չի
այս ամենը շտկել իմ փոխարեն, ես ահավոր ինձ ջախջախված, վատ ու նեղված եմ զգացել այս օրերի ընթացքում։ Միակ երազանքս ու նպատակս օր առաջ հայտնվել տանը ընտանիքիս կողքին ու մտածել թե հաջորդիվ ինչ եմ անելու, քանի որ վազել ես սիրում եմ ինձ դեպի գերագույն հաճույքա պատճառով, բայց նման իրավիճակներում հայտնվել նույնպես առհասարակ չեմ ցանկանում ու չեմ ցանկանա որ որևէ մեկը հայտնվի։ Հենց որ շարունակեք մարզվել, շարունակեք սիրել վազքը, ես էլ ձեզ եմ սիրում, հենց որ վազեք ու զբաղվեք սպորտով։ Ահա եւ իմ ամբողջ պատմությունը։ Ամբողջ պատմությունը մի քիչ կինոյի սցենարային լուծումներով կարող է շատերդ միանգամից չհասկացաք, թե ինչի մասին էր խոսքը, այնտեղ ինչ-որ մի բան ասում եմ, կիսատ եմ թողնում, այլ պատմություն է, երևի սկսեմ ամենասկզբից։ Նախորդ տարի, ու բոլոր նրանք, ովքեր որ մեր հաղորդումներին ու թողարկումներին պարբերաբար հետևում են, կհիշեն, ես տարվա սկիզբ վազել էի եւ շատ վատ էր ինձ մոտ ստացվել, ներքին պահանջմունք կար, ինքս իմ առջև դրած խնդիրների շարք ունեի, թե ինչու այդպես, այ Գևորգ։ Ամեն ինչ կարծես թե լավ է անցել, մարզվել էիր, ինչ այնպես չընթացավ, բայց վազքում այդպես շատ հաճախ է տեղի ունենում եւ նախորդ տարվա կեսերից սկսած ես այս մի հատ գլոբալ միտք ու գաղափար ունեի, որ Գևորգ ընտրի մի հատ շատ լավ միջազգային մրցաշար, ընթացքում մարզվի, նաև Երևանի մարաթոնը օգտագործի որպես ցածկահարթակ, որպես բեմահարթակ, ինչ ուզում ես, տղա ջան, նպատակը դիր եւ քանի որ Երևանի կիսամարաթոնը, որի շրջանակներում նաև տեղի է ունենում կիսամարաթոնը ինքը շատ բարդ տարածքում է, վերելքներ ու վայրեջքներով շատ ու բավական դժվար ու մրցուղի է իր հերթին նաև բարձրությունը ծովից միջին բարձրությունը Երևանի 900-ից 1000-1050 մետրի վրա է, դա ամեն դեպքում բարդ է այդ տարածությունում հուսալ, որ դու կարող ես քո առավելագույն ժամանակը գրանցել։ Հիմա նախորդ տարվա կեսերից ես այսպես պարբերաբար պարապում եմ, բան եմ անում, նպատակներ եմ դնում իմ առջև, ժամային արդեն պատկերացնում եմ, թե ինչ նպատակ ունեմ 21 կիլոմետրը ինչ ժամանակում եմ ուզում անցնեմ եւ կրկնում եմ այդ ժամանակին համապատասխան ուզում եմ ինչ-որ մի մրցատարածություն գտնել, եւ շատ պատահաբար ծանոթանում եմ Ահմեդի հետ, ազգանունը շատ բարդ է, նա զբաղվում էր մի շարք երկրներում միջազգային մրցավազքերի կազմակերպմամբ եւ ասում, գիտես, կա նաեւ Եգիպտոսում նորը կիսամարաթոն բուրգերի շուրջ, ես էլ պատմություն առարկան, որ շատ եմ սիրում, մանկուց տենց մնացած մեծ երազանք էր, այ կգնամ Եգիպտոս, ոչ թե ծովափ, ոչ թե Ալեքսանդրիա կամ նման ինչ-որ մի վայր, այլ հենց Կահիրե, Գիզայի անապատում, այդ հատվածում կգնամ բուրգերը համ կտեսնեմ, համ էլ նրանց շուրջ կվազեմ։ Այդ նպատակին ընդառաջ ես մի ամբողջ տարի պլանավորեցի, արդեն այս տարին, տարվա սկիզբ արդեն այդ մասին խոսում էի, տղան օգնեց ինձ ինչ-որ այլընտրանքային, ավելի զեղչ տարբերակով գրանցվել, այնպես չէ որ շատ թանկ էր, բայց այնտեղ ես ոնց որ ունեի արտոնյալ կարգավիճակ, բայց ամեն դեպքում կազմակերպիչները իմ մասին գիտեին, Հայաստանից գալու է ինչ-որ մի տղա։ Դե նվազագույնը Ահմեդը գիտեր նաև իմ անունը։ Լավ, հիմա ոգևորված, որ գնալու եմ այնտեղ, իմ երկիրը ներկայացնեմ, բանակցելու եմ, հնարավոր է պրոմոութ անեմ այդ միջոցառումը Հայաստանում, սիրողական վազորդների, նաև պրոֆեսիոնալ, կիսապրոֆեսիոնալ վազորդների շրջանում գնամ, փորձեմ, գամ ասեմ իրոք լավն է, ոչ թե մենակ գովազդ եմ անում, այլ իրոք շատ լավն է։ Այդ ընթացքում դե տոմսեր ես գնում, ամեն ինչ դա իմ վրա է։ Այդ ամենը անում եմ ես։ Այնտեղ հնարավոր է ինձ ապահովեն լրացուցիչ տրանսպորտի խնդիրներս հոգան։ Եվ ահա տարվա ընթացքում այս տարի անում եմ ամեն ինչ, ընդառաջ դրան մարզվում, հասնում է այդ օրը։ Օրեր առաջ ես այդ իմ պլանավորած չվերթների ցանկում
այնպես էր դասավորվել, որ Երևանից քանի որ Կահիրե ուղիղ չվերջ չկա, այլընտրանքային տարբերակ էի գտել էժան եւ վիզայերով գնացել էի Բուդապեշտ, տենց թափ հավաքելու եւ այնտեղից 2 օր հանգստանալուց հետո պետքա տենց ցածկեի միջերկրական ծովից այն կողմ Աֆրիկա մայրցամաք Կահիրե։ Ինչ տեղի ունեցավ ինձ հետ։ Բարեհաջող հասնում եմ Բուդապեշտ, մնում այդ 2 օրը, քանի որ ամենամոտ թռիչքը 2 օր անց էր, նայում շրջում Հունգարիայի մայրաքաղաքով եւ գնում օդանավակայան։ Օդանավակայանում ինձ կանգնացնում են, ասում են հարգելիս, մենք չենք կարող քեզ թույլ տալ, որ դու գնաս Եգիպտոս։ Սկզբում շատ հանգիստ, ինչու չեմ կարող գնալ։ Գիտեք, ձեր անձնագիրը վավերականության ժամկետը լրանում է շուտով, եկող տարվա մարտ ամսվա կեսերին, իսկ Եգիպտոսը պահանջում է, որ նվազագույնը վավեր ժամանակահատվածը գոնե լինի 6 ամիս։ Ես հիմա ասենց մտահոգ, ճիշտ ասած չեմ հավատում, որ դա իրական եւ ռեալ խնդիր է, որ վերապահումով չմոտենան եւ ասեն լավ, գնա, մանավանդ տեսնում ենք, որ դու այնտեղ գտնվելու ես ընդամենը 3 օր։ Okay, ասում եմ, խնդիրը ինչպես կարող ենք լուծել, ասում եմ, չէ, ինչ խնդիր, ինչ լուծել։ Գնացեք։ Ես ապուշ կտրած ես նայում եմ, ասում այսքան հեշտ, հա, սենց պարզապես որևէ օգնություն, որևէ պարզաբանում, թե ոնց տենց կարող է լինել, իսկ շատերը ովքեր որ նման խնդրի հնարավոր է ծանոթ են, կարող եք ասել, հակադարձել, Գևորգ, պարզ բան է, աշխարհում գրեթե բոլոր երկրների կեսի համար վավերականության նվազագույն ժամկետը 6 ամիսն է, կներեք, բայց ես չգիտեի։ Դուք էլ գիտեք ինչ որ մի տեղից, չէ, երևի գնացել եք ճանապարհորդական գործակալություն։ Եթե դուք ճանապարհորդում եք, միշտ կազմակերպում եք, ինչպես ասում են, ճանապարհորդական գործակալությունների միջոցով, հա, գնում եք անձնագրերը, տալիս են, իրանք մեջ նայում են, հարգելի XY-յան, ձեր անձնագրի մեջ հեսա շուտով լրանալու է ժամկետները, որ դուք գրել եք, այդ ժամանակ 4 ամիս է մնացած ելնելու եւ չեք կարող գնացեք ձեր անձնագիրը թարմացրեք։ Ես ամեն ինչ անում եմ ինքս։ Ես ճանապարհորդական ընկերություններից չեմ օգտվում եւ այդ մասին չգիտեմ։ Պարտավորել չեմ իմանամ։ Ես չեմ պաշտպանվում դրանով, բայց պարտավոր չեմ իմանալ։ Գիտեք, աշխարհում չեմ կարծում, որ բոլորը գիտեն, թե ամեն երկիր գնալիս ինչ նվազագույն շեմեր է հարկավոր իմանալ կամ պահպանել, հա։ Մանավանդ, որ գիտեք, ես այլ կողմից եմ մոտենում։ Եթե աշխարհում կան մի քանի դժվար վիզային ռեժիմով տարածքներ, դրանցից մեկը հաստատ Եվրոպական միությունն է, Եմեն եւ ԵՄ տարածքի եթե Շենգեն ունեմ, ապա երևի թե խնդիր չէ, հոգ չէ հայ մարդու համար, ովքեր որ տարին 12 ամիս տասնյակ հազարներով գնում են Եգիպտոս, երևի թե այս անձնագիրը խնդիր չպետք է ունենա։ Պլյուս բացի դրանից ես կազմակերպչական այդ հատվածում, երբ որ գրանցվում եմ վազքի, նաև ուղարկում եմ իմ անձնագիրը, անձնագրի պատճեն, գրանցման շրջանակներում ամեն տվյալ լրացնում եմ, տալիս եմ նրանց, կարելի էր ակնկալել, որ միջազգային մրցաշարը, որը ենթադրում է տարբեր երկրներից մասնակիցների ներգրավում, երևի թե իրանք նաև պետք է ինձ տեղյակ պահեին, որ ճիշտ ասած գրել եք, որ այստեղ ձեր անձնագրի ժամկետը լրանում է այսօրը եւ մեր երկրի համար տվյալ գործոնը պետք է հաշվի առնեք։ Բացի այդ, ընկերությունը, որը ինձ վաճառում է տոմս, վիզերը ստացվում է, որ ինձ տեղյակ չի պահում։ Դա այն դեպքում, երբ որ այս տեսանյութի մեջ նաև ավել պակաս հավելյալ անգամ չկրկնեմ, տարբեր փոփոխությունների, ընթացակարգերի մասին տեղյակ է պահում։ Ինչու դուք տեղյակ չեք պահում, մանավանդ այդ ընթացակարգը 6 ամսվա ոչ թե միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, այլ առհասարակ բոլորի։ Ես հարցրեցի այդ աշխատակցին, ասում եմ, այդ տեղեկությունը 6 ամսվա նաև քեզ է վերաբերվում։ Դու որպես Հունգարիայի քաղաքացի, եթե գնաս եւ քո անձնագիրը լինի վավերական եւս 5 ամիս, դու գնալու ես, ինքն ասում է ոչ։ Այսինքն դա վերաբերվում է բոլորին։ Հարցնում եմ, բոլորին է վերաբերվում։ Այո, անգամ եթե Ամերիկայի քաղաքացի ես։ Okay։ Եթե դա միջազգային պահանջ է, բարի եղեք տոմս վաճառելիս դուք տեղեկացրեք։ Մանավանդ որ բոլոր հնարավոր այլ ընթացակարգերի մասին դուք տեղեկացնում եք։ Ինչու եք վաճառում տոմս այն դեպքում, երբ որ հենց այդ անձնագրով, որի տվյալը հենց հիմա դու ստուգում ես, եւ ինձ ասում, որ ես այս տվյալով չեմ կարող, իսկ դա էլեկտրոնային պարզապես ալգորիթմ է, որը հաշվում է այստեղից այստեղ, ժամանակահատվածը մնում է 4.5 ամիս, որը հարգելի Գևորգ Ղազարյան ձեզ չի կարող բավարարել, որպեսզի դուք այս անձնագրով ճանապարհորդեք եւ
Հունգարիայից, դուք կարող եք Հունգարիա գալ, բայց այ Հունգարիայից Եգիպտոս գնալ չեք կարող։ Դրանից հետո թե ինչ ինձ հետ տեղի ունեցավ, մի քիչ բարդ է նկարագրել։ Այն ավելի էմոցիոնալ զրույցները այդտեղ օդանավակայանում մի կողմ դնենք, արդյունքում ես մնացի մի տեղ առավոտյան ժամը 6-ին Տերմինալ Թոմ Հենքսի հետ տերմինալ կինոն դիտել եք, այդ կարգավիճակում մի քանի ժամ մնացել եմ, լրիվ կոտրված, առանց ընկալելու թե ինչ է տեղի ունենում, ինչու եմ ես այստեղ, իմ համար այդ պատճառը այդուհանդերձ անբնական էր շարունակում մնալ, ես վստահ եմ, որ ինչ որ կերպ, եթե ասնեմ տեղ, կկարողանամ այս կամ այն անձին դիմելով կազմակերպիչների միջնորդությամբ բացառություն անեին եւ ամեն դեպքում արաբական աշխարհի երկիր է, Եվրոպան չեմ, որտեղ որ քեզ հակադարձում են rules are rules։ Մի երկիր, որը որ ցմահ դատապարտված մարդուն պարզապես գումարի եւ եկամտի դիմաց պատրաստ է արտահանձնել Ադրբեջանին, այդ մարդիկ, երբ որ խոսում են rules are rules, շատ լավ։ Հասկանում ենք ձեր օրենքը օրենք է բոլորի համար շրջանակը եւ ձեզնից ձեր քաշում։ Կրկնում եմ, ես հակված եմ մտածելու, որ եթե ես կարողանայի ոտքս դնել օդանավ եւ հասնել տեղ, այնտեղ կբանակցեի, կհասկանայինք, թե ինչպես կարող ենք ստեղծված իրավիճակում խնդիրը լուծել։ Վստահ եմ, ես կարողանայի մասնակցել։ Չկարողացա։ Մնացի ստիպված եւ քանի որ դա դարձած ամսի 15-ին էր, եւ ես ընդհանրապես չէի ցանկանում այդքան երկար մնալ Հունգարիայի մայրաքաղաքում, ստիպված կրկին ծախս նոր հյուրանոց մնալ միտեղ, որտեղ որ ընդհանրապես չես ուզում մնալ, քեզ զրկել են հնարավորությունից գնալու մրցելու, տարի ու կես ես մարզվել էի դրա համար։ Մեկ այլ հետաքրքիր հաճելի զուգադիպում երևի թե այն էր, որ այդ տխուր իրականությունում իմ մեջ ուժ գտա այդուհանդերձ դուրս գալու մարզումային վազելու եւ այդ ընթացքում հատեցի 1000 կիլոմետրի սահմանակիցը այս տարի ես արդեն վազել եմ մարզումային մեծ 90%-ով 95% անգամ մարզումային գործընթացի շրջանակներում իմ հերթական կիլոմետրերը պատտելով 1000 կիլոմետրի սահմանակիցը անցա տխուր տրտում վերադարձա գլխիկոր թե ինչ տեղի ունեցավ ինձ հետ այդ ընթացքում պարբերաբար իմ Instagram-ում, Facebook-ում հայտնվում են վիդեոներ, տեսանյութեր, տարատեսակ լուսանկարներ, թե ինչպես է նախապատրաստական գործընթացը ընթանում, հետո նամակներ եմ ստանում եւ ուր հասար տեղավորվել ես արդեն հյուրանոցում ես պատասխանում եմ իհարկե ոչ եւ սկսում պարզաբանել թե ինչ է ինձ հետ տեղի ունեցել եւ այդպես ես ինձ մինչեւ հիմա մի քիչ ընկճված եմ զգում վերադարձա Երևան հիմա ինչպես տեսնում եք ես մեր Բուն TV-ի տաղավարում եմ այնտեղ որտեղ պետք է գտնվեմ ամեն երկուշաբթի երբ ձայնագրում ենք այս թողարկումը բայց սրտիս խորքում ես մի մեծ երազանքից զրկվեցի ինձ համար դեռևս այդ պատճառները մնում են անբնական եւ աննորմալ ես այդուհանդերձ կարծում եմ որ նախ եւ առաջ եթե անձնագիրը գրած է որ վավերական եմ մինչեւ 2026 թվականի մարտի օրինակ 22-ը պետք է այն վավեր լինի բոլոր երկրների։ Մենք ճանաչում ենք, չէ՞։ Մենք եւ Եգիպտոսը իրար ճանաչում ենք։ Մենք չենք ճանաչում Եգիպտոսին առանց Ե-ի։ Եգիպտոս չենք ասում։ Չէ, մենք ճանաչում ենք, բայց այդ են սկզբից մի տեսակ Հա, մեկ էլ մեր ձեր անձնագրի հետ կապուտը շատ մուք է, գիտեք, էդ էլ մեզ դուր չի գալի, այնց որ ոչ թե 10 տարով ենք ճանաչում, այլ 9 տարով։ Լավ, որտեղ կես տարին, այնտեղ էլ մի տարի։ Ես արտահանձման համար, եթե օրինակ ինչ-որ մի մարդ գնացել է արել հանցագործություն, մնացել այնտեղ բանտարկված եւ այլն, այդ ընթացքում նա մեծ հաշվով անձնագրի խնդիր չի կարող լուծել, նա այնտեղ է եւ պետք է արտահանձնեն իրան ունեք։ Կրկնում եմ, ինքը ինչ-որ մի օրենք է խախտել, ինչ-որ մի բան այնպես չի արել, հայտնվել է անազատության մեջ։ Արդեն վավերականության ժամկետը լրացած անձնագրով նրան արտահանձնում են։ Այսինքն անձնագիրը ինքը օրենքի ուժ ունի, դա այդ երկրի սեփականությունն է։ Եվ անգամ նման պայմաններում այդ անձնագիրը աշխատում է։ Ես կարծում եմ կարելի է
նման դեպքերում ընթառաջել, ասել լավ, եկել եք, սենց ես հաստատում տեսնում եմ, կազմակերպիչներից նամակ տեսնում եմ, կազմակերպչի հետ եւս մեկ անգամ կապ եմ հաստատում, նրանք հավաստիացնում են, որ այո, այս մարդը կա մեզ մոտ, գալու է ու գնա, գիտեք, իրոք գնալու է այս երկրից, չի մնալու Եգիպտոսում, կարելի է ընթառաջել։ Լավ, շատ ցավոտ թեմա է դա ինձ համար դարձել վերջին օրերի ընթացքում եւ հուսամ, որ հետայսու հետագայում բոլոր նրանք, ովքեր որ պարզապես գնալու են այնտեղ հանգստանալու, անելու ինչ-որ մի բան, գնալու լյուքսոր, նայելու բուրգերը, սֆինքսը եւ այլն, այդ հանգամանքը հաշվի կառնեն։ Դա ինձանից կյանքային փորձ, որը դառը ճանապարհով եմ, շատ դառը ճանապարհով եմ սովորել, սերտել եւ ցանկանում եմ փոխանցել ձեզ։ Այս թեման այսքանով փակեմ, միայն ասեմ, որ երբ վերադարձա, այդուհանդերձ իմ մեջ կուտակված այդ մաղձը, ինչպես նաև մարզումային process-ի ընթացքում ձեռք բերած մարզավիճակս, որպեսզի պարզապես հոդս չցնդեր, իսկ այդ մաղձը ցնդեր ու ինձանից հեռանար, ես որոշեցի հանգստյան օրերի ընթացքում վազել 21 կիլոմետր Երևանում։ Երևանը առանձնապես պատրաստ չէր իմ վազքին, կիրակի օր էր, բոլորը խառն էին, կարծես թե պատրաստվում էին, որ հեսա երեկոյան միացնելու են երկրի գլխավոր տոնածառի լույսերը։ Բոլորը խառն են, բոլորը պատրաստվում են ամանորի եւ գալիք տոներին, նրանց հասկանալ կարելի է, ես նրանց չեմ հասկանում, նման մարդկանց ինչ որ խառը իրավիճակ է ամբողջ քաղաքում, ինչ որ մի կերպ փորձում էի պահել այն արագությունը, որը պետք է պահեի նաև մրցավազքի ժամանակ, կեսից չստացվեց, որովհետև մայթերը զբաղված են, բոլոր տեղերում մարդիկ կայանել են տարօրինակ կերպով մեքենաներ, քայլում են տարօրինակ ձևերով, ոչ մեկին չի զիջում, կրկնում եմ, առանձնապես իրանց էլ չի հետաքրքրում, որ ինչ որ մի հիմար, ով որ Եգիպտոսում չի կարողացել վազել, եկել է մեր շաբաթ կիրակին խաթարում է, մայթերով վազում է։ Իսկ մայթերով ընդհանրապես մեքենաներ են քշում։ Իդեպ նման մեկը երեք Իսակովի փողոցի վրա խցանման ժամանակ Ամերիկայի դեսպանատան դիմաց հենց մայթով քշում էր։ Ողջույններս նրան։ Շարունակենք եթերը, նոր ու ավելի հաճելի թեմա էլ ունենք, որի մասին կարող ենք խոսել։ Տհաճ թեմաները թողնենք 2025 թվականին եւ թվականի սենց վրա բաշխենք մինչև այս տարին ավարտվի, 2026-ը ավելի լավ հուսով եմ ընթացք կստանա եւ նման տհաճ միջադեպերով հարուստ չի լինի առհասարակ կամ հարուստ չի լինի, կամ նմանները տեղի չեն ունենա առհասարակ։ Իսկ դրական թեմաներ մենք ունենք, մենք առաջին անգամ, այ 2025-ի մասին որ խոսում էի, 2025-ը երբ որ ճանապարհենք, 2026-ը հայկական ակումբային ֆուտբոլի համար մեկնարկելու է Եվրագավաթային հանդիպումներով։ Այդ գործում մեծ ներդրում ունի Նոան, որը այս ընթացքում ինչ անընդհատ նախորդ թեմային վերադառնում է, ինչ ես Հունգարիայում էի, ցավոք սրտի, հետևում էի, այնտեղ էի հետևում Նոայի խաղին Երևանում ընդդեմ Լեգիայի, բազմակի չեմպիոն է Լեհաստանի, երևի թե վերջին տարիների լեհական ֆուտբոլի, ակումբային ֆուտբոլի դրոշակակիրը իր 700 երկրպագուների հետ միասին եկել էին Երևան, որպեսզի իրենց պատիվը բարձր պահեն, նրանք շատ լուրջ խնդիրներ ունեն։ Այդ խաղի շրջանակներում երկու գիտեք, տենց ինչ որ տհաճ իմ համար շարունակում է դա մնալ տհաճ ու անհասկանալի թեմա, թե որքան է մեծ ֆուտբոլը եւ մեծ ու իրոք սպորտային իրադարձությունը այս ժողովրդի համար անիմաստ ոչինչ չտվող զարհուրելի իվենթ ու միջոցառում։ Ցավոք սրտի հակասպորտային մեր հայ ժողովուրդը, որը իդեպ 3 գրեթե զրոյական ջերմաստիճանի պայմաններում տասնյակ հազարներով լցրել էր հանրապետության հրապարակը լույսերի համար, մարդիկ, մի շատ հայտնի խոսք ու ասացված կա, գիտեք, ասում է մարդիկ, ովքեր որ հրավառությանը ծափ են տալի, ծափ չեն տալիս արևածագին, նրանց համար դա սովորական ինչ որ մի բան է, եւ այդ ընկալումը, այդ պարզաբանումը, թե ստադիոնում շատ ցուրտ է,
Ես չեմ կարող ընկալել։ Այսինքն ձեր համար տոնածառի կողքը տաք է, ստադիոնում որտեղ կարելի է իրոք գրկել իրար, ցատկել ու տաքանալ ֆաֆի հետ, այնտեղ նոայի երկրպագուների հետ, այդ ամբողջ տրիբունայում կարելի է մի լավ տաքանալ, անգամ գարեջուր խմել եւ տաքանալ, այդուհանդերձ այդտեղի եղանակային պայմանները երկրպագուին հարիր ու հատուկ չեն։ Ընտանեկան հանգստի համար երևի հարիր ու հատուկ չեն։ Այն դեպքում, երբ որ հետգրությամբ մենք անգամ գիտենք, որ այդ խաղը ինքը բացառիկ նշանակություն ունեցավ հայկական ակումբային ֆուտբոլի համար, բանից պարզվեց, որ մեր թիմը որակավորվում է եւ շարունակելու է պայքարը կոնֆերենցիաների լիգայի արդեն փլեյօֆում։ Բայց այո, տոնածառը եւ այդ լույսերը ավելի այնտեղ էլ հրավառություն կար, բավականին լավ հայկական ակումբը պատրաստվել էր այդ պատասխանատու խաղին եւ պատասխանատու խաղում նրանք պատասխանատվությունը իրենց վրա վերցնելով կարողացան հաղթել կամ այն հաղթանակ տոնեցին, սխալ արեցին, հետո սխալը ուղեցին 2 գոլ, երկրորդ խաղակեսում 2-1 հաշիվ։ Իհարկե իմ համար, այսինքն երկրորդ ցավալի թեման երկրպագուներին, ովքեր որ եկել էին ծափերս, ողջույնների խոսքերս, նրանք ովքեր որ նախընտրել էին գնալ եւ օրինակ օրեր անց դիտել տոնածառի լույսերի վառելու արարողությունը, նու օքեյ, նույն ազգի երկու ներկայացուցիչներ, չգիտեմ անգամ ինչ ասեմ։ Ցավալի եւս մեկ բան զուտ հայկական ֆուտբոլի համար, որ մեկնարկային կազմում Հայաստանի ներկայացուցիչ չկար, առաջինը դուրս եկավ Լեգիայի կազմում, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը, հետո արդեն Սերգեյ Մուրադյանը դաշտ դուրս եկավ, բայց դա էլ մի կողմ, խնդիրը պետք էր լուծել, նրանք լուծեցին։ Հիմա այդ խնդիրը նաև մաս է կազմում մեկ այլ ավելի մեծ ու գլոբալ խնդրի, որը նշաձող է եւ այն պետք է հատել։ Այդ նշաձողը կոչվում է UEFA-ի վարկանիշային աղյուսակ ակումբային ֆուտբոլի համար եւ այդտեղ եթե մենք հատում ենք միավորների քանակով 33-րդ հորիզոնականը, հաստատվում 33-րդ տեղում, մենք կարողանում ենք մեր ակումբային ֆուտբոլի լավագույններից այն 4-ին, որ պետք է ուղեգիր նվաճի եկող տարի դեպի Եվրագավաթներ, նրանցից մեկը վաստակի Եվրոպա լիգայի ուղեգիր, մասնավորապես նա, ով հաղթում է Հայաստանի գավաթի խաղարկությունը։ Ստացվում է, որ 26-27 մրցաշրջանում, իսկ հիմա մենք արդեն նաև այս փլեյօֆի ուղեգրի հետ կապված նոան արդեն այն հորիզոնականում եւ այնքան միավորների պաշար ունի, 8 միավոր ունի, 2 հաղթանակ եւ 2 ոչ ոքի, այդպես ձևավորվեց այդ 8 միավորի պաշարը, եւս մեկ հանդիպում ունեն անցկացնելու եւ դա էլ հաղթելու դեպքում արդեն խոսք ու կասկած չի լինի, որ մենք Մոլդովային, որը ներկայացուցիչ Եվրագավաթներում չունի, նրանց շրջանցելու ենք։ Հնարավոր է անգամ մենք ել ավելի ամրապնդենք մեր տեղը, քանի որ եւս այն միավորները, որոնք հնարավոր հաջողության ու հաղթանակի դեպքում կարող են ապահովել նոային ու հայկական ակումբային ֆուտբոլին, մենք մեծ հավանականությամբ կարող ենք շրջանցել ակումբային ֆուտբոլի մակարդակով անգամ Ռուսաստանին։ Ռուսաստանը, որ հիմա գտնվում է սահմանափակումների եւ պատժամիջոցների շրջանակում նաեւ ֆուտբոլում, նրանք ակումբային ֆուտբոլում որևէ ներկայացուցիչ չունեն, ամեն տարի նրանցից պահվում է, հանում են եւս 4 միավոր, նրանք այժմ ունեն 18 ամբողջ ինչ որ 100-որդական 1000-որդական միավորներ եւ եւս 4 ու ինչ որ 1000-որդական միավոր, երբ որ նրանցից հանվի, նրանք արդեն այս պահին ունենալու են այնքան, որքան մենք ունենք հիմա, իսկ հաշվի առնելով, թե որքան միավորներ են մեզ գումարվելու, հնարավոր հաջողության դեպքում եւս դա մեզ բարձրացնում է անգամ մինչեւ 32-րդ հորիզոնական։ Ահա դա մեծ նվաճում հայկական ակումբային ֆուտբոլի համար։ Մենք փաստացի այս մրցաշրջանի ընթացքում շատ ավելի 20-յակի մեջ գտնվող 25-26-րդ հորիզոնականում գտնվող ռումինական ակումբային ֆուտբոլի ներկայացուցիչների հետ հանդիպել ենք։ Երկու տարբեր ակումբներ, Թենոան եւ Արարատ Արմենիան։ Մենք նրանց չենք պարտվել։ Դեռ ավելին, մեկ խաղում հաղթել ենք, երկուսում ոչ ոքի խաղացել։ Հնարավորություն ենք ունեցել մեր ուժերը չափելու, նաև ավանդապես ակումբային ֆուտբոլում մենք նրանց հետ շատ ենք հանդիպում շոտլանդական ակումբների հետ։ Եվ եթե Celtic-ին այդ թեմային անդրադարձել ենք, Celtic-ին եւ Rangers-ին մենք մի կողմ ենք դնում, բոլոր մնացածի հետ միշտ մենք հաջողակ ենք, անգամ նրանց հարկի տակ։
նույն այս մրցաշրջանի ընթացքում Աբերդինի հետ պայքարում նաև դա ապացուցեց։ Ստացվում է մեր առաջնությունը բավական լուրջ քայլերով ակումբները, եկեք այդպես ասեմ, ակումբները բավականին լուրջ քայլերով դառնում են ել ավելի պրոֆեսիոնալ, բայց այ մեր առաջնությունը իր կազմակերպչական, իր շուրջ ֆուտբոլային մթնոլորտի տեսանկյունից Եվրոպայում, եթե կա 53 առաջնություն, հաճախելիությամբ մարդկանց կողմից լրջության եւ վերաբերմունքի տեսանկյունից ամենավերջին հորիզոնականներում է։ Այսինքն մենք Եվրոպայում արդեն շատ լուրջ մրցունակ առաջնություն ենք, Հայաստանում դա չգիտեմ ինչ է։ Հայկական ֆուտբոլն ու Հայաստանի առաջնությունը միշտ ընկալվում է ինչ որ մի բան, որը ինչ որ մի բանի հետ են ուտում ու չգիտես ինչու։ Դա տալիս են երկրորդից հետո, երրորդից հետո դա ջրով պետք է բացել։ Դա ինչ է հայկական ակումբային ֆուտբոլ։ Հայաստանի հավաքական լինի լավ։ Ու գնան, իսկ Հայաստանի հավաքականը վերջին տարիներին տենց մեղմ ասած այնպես չի, որ բարեհաջող է հանդես գալիս ամենտեղ, գնում եւ վերահաստատում են, դե հա, դե էսի ինչ է։ Բայց եկեք ազգային հավաքականը տարանջատենք ակումբային ֆուտբոլից։ Տեղ, որ շատ ավելի ինտենսիվ գործընթացներ են տեղի ունենում, մարդիկ շատ ավելի լուրջ աշխատանք են տանում ամենօրյա մակարդակով, որի արդյունքը Եվրոպայում համաշխարհային մակարդակում ամենաուժեղ ֆուտբոլային ենթակառուցվածքներն ու միջավայրը մրցակցության ունեցող միջավայրում մենք գնում ենք եւ չենք զիջում նվազագույնը։ Մենք արդեն 4-րդ մրցաշրջանն է, այնտեղ թիմ ենք ներկայացնում եւ պարզվում է, որ բավական հաջող մենք այնտեղ անհաջողության չենք մատնվել։ Անկամ Ալաշկերտը, որ ամենակիչն է միավոր վաստակել եւ գոլ էր խփել, Ալաշկերտը 0-ական վիճակում այնտեղից դուրս չի մնացել։ Անմրցունակ թմի տեսք նա այնտեղ չի ունեցել։ Չեմ խոսում Փյունիկի մասին, որը մինչև վերջին պահը, մինչև վերջին խաղը խմբային մրցաշարում պայքարում էր խմբից դուրս գալու համար։ Նա ուներ 6 միավոր։ Նոան, որը նախորդ մրցաշրջանում էլի միավորների լուրջ պաշար չկարողացավ իհարկե Փյունիկի հաջողությունը կրկնել, չնայած բոլոր նախադրյալները կային։ Իսկ այս տարի մարդիկ հարց լուծեցին եւ փլեյօֆի ուղեգիր նվաճեցին։ Այսինքն առաջին անգամ հայկական ակումբային ֆուտբոլը նույն մրցաշրջանի պայքարի գարնանային հատվածում շարունակելու են մրցապայքարում լինել։ Նման հաջողություն հայ երկրպագուն մի քանի տարի առաջ, 10-20 անգամ տարի առաջ երազել անգամ չէր կարող։ Մենք ոչ մեկ անգամ հանդիպել ենք լեական թիմերի եւ անհույս պարտվել ենք։ Հաճախ ջախջախվել, ոչ հաճախ, բայց խաղով ակնհայտ էր, որ մենք նրանց զիջում ենք։ Որոշ խաղերում, կասկածելի խաղերում, ել ավելի ակնհայտ էր, որ մենք զիջում ենք։ Երկրպագուներին խաղադաշտում մենք չենք տեսնում այն ակտիվությունը։ Երկրպագուների հետ կապված եւս մեկ միջադեպ է գրանցվել, որի մասին ցանկանում եմ մի փոքրիկ մանրամասն ձեզ հաղորդել, քանի որ սխալ մեկնաբանություններ բավական շատ եմ տեսել, իրավիճակը մեկնել են այնքանով, որքանով, նաև ինֆորմացիայի բացակայության ու հասանելիության հետ խնդիր կար, շատերը հնարավոր է եւ դա նորմալ է, որ լեհական աղբյուրներին հասանելիություն չունեն եւ չգիտեն թե ինչ է տեղի ունեցել, իսկ լեգիա երկրպագուները, որոնք որ ընդհանրապես մեջ ասած իրավունք չունեին գալու եւ ներկա գտնվելու այս հանդիպմանը, ներքին շուկայում դե Հայաստանում դա նորմալ է, կարողանում են երկրորդական շուկայից ձեռք բերել տոմսեր եւ ընդհանուր հայտարարի են գալիս, որ ապահովության համար դեսմարտիկ, քանի որ չպետք է տարբեր տեղեր նստեն հայ երկրպագուների կողքին, իսկ լեհերը տաքարյուն են ֆուտբոլային հանդիպումների, նրանք գիտեն երկրպագել, գիտեք այս ձևակերպեմ, նրանց առանձնացնում են եւ տեղավորում այն սեկտորում, որը հյուրերի համար է նախատեսված։ Ստադիոնը, ինչպես բնորոշ է հայերին, տենց հանդիպումից կես ժամ 40 րոպե հետո սկսեց ինչ-որ ֆուտբոլային միջավայրի երկրպագուների տեսանկյունից, որովհետեւ հյուսիսային եւ հարավային տրիբունաները դատարկ էին, սկսեցին լցվել, ամբողջ ընթացքում լեհերը հանգիստ են, առանց որևէ պաստառի, առանց ինչ-որ այն եռանդի ու ջերմության, որոնք որ բնորոշ են նրանց, իրենց հանդարտ ու հանգիստ էին պահում։ Եվ ես վստահ եմ, որ երբ որ նրանք դուրս էին գալիս եւ լքում էին ստադիոնը, նրանք շարունակելու էին իրենց այդպես էլ պահել, նրանք հանգիստ հեռանալու էին։
Բայց բանից պարզվում է վերնիսաժի տարածքում տեղի է ունեցել ծեծկրտուկ։ Վերնիսաժի տարածքով անցնելիս վնասել են այդտեղ ինչ-որ միջադեպ է գրանցվել եւ այլն։ Շատ բան չէր պարզաբանվում, իմ համար այդ ամեն ինչը շատ կասկածելի էր, ինչու մարդիկ, որ այսքան ընթացքում շատ հանգիստ են եղել, որևէ միջադեպ մեր երկրպագուների հետ չի գնացվել, կարծես թե իմ ունեցած տեղեկություններով դեռ ավելի նրանք իրար հետ ֆաֆի ներկայացուցիչները, երկրպագուներից առանձին անհատներ հանդիպել են, ամեն ինչ օքեյ է, նրանց համար ամեն ինչ կազմակերպվել է, որ կարողանան ինչպես որ հարկն է ներկա գտնվեն այդ հանդիպմանը։ Հետո ինչ է պարզվում, որ իրականում Ռուսաստանից Զենիթի երկրպագուները եկել են այստեղ նպատակով, որ հանդիպումից հետո նրանց առճակատվեն եւ փորձեն տաճություն պարգևել երկրպագուների, որոնք որ ամբողջ Եվրոպային ճանապարհորդում են, դե իսկ լեհ երկրպագուները առանձնահատուկ նաեւ հակառուսական տրամադրությունների կրողներն են եւ ամենտեղ թե իրենց երկերով եւ թե իրենց կոչերով ցույց են տալիս իրենց հակառուսականությունը համենայն դեպս նաեւ թե որքան են նրանք ընդդիմանում ու դեմ արտահայտվում այն ամենին ինչ տեղի է ունենում Ուկրաինայի շուրջ եւ ահա ռուս Զենիթի հպարտ երկրպագուները, որոնք որ ասելիք ունեին, որոշեցին, որ հենց այն երկրում, որտեղ որ իրենք կարող են ճանապարհորդել, կդիմավորեն նրանց եւ կփորձեն իրենց ասելիքը բռունցքներով եւ ոտքի հարվածներով ինչ որ տեղ հասցնել։ Դե տեղ հասցրեցին։ Պարզվեց, որ մի քանի լեհ երկրպագու ձերբակալվել է ռուս Զենիթի երկրպագուներից ձերբակալություններ, նման տեղեկություններ գոնե այս բան ինչ չի ասել։ Դա էլ հնարավոր է հետագայում մի հայտ գա, դուրս գա ջրի երես, կամ նրանք տենց շատ լավ էին պատրաստվել եւ անմիջապես Խանջանից տենց հասցրել են տաքսիներով տեղափոխվել Զվարթնոցը տնավական եւ նրանց ջեթը այնտեղ մի անգամից Երևան Սանկտ Պետերբուրգ թռիչքով տեղափոխել է ապահով տարածք։ Մոտավորապես հենց էլ տեղի ունեցել։ Մեր ոստիկանությունը ինչ էր անում այդ ընթացքում, չգիտեմ ինչ էր անում։ Հա, ես հիշեցի ինչ էր անում։ Նրանք ֆուտբոլիստը տեղյակ չէ։ Մեր ժողովուրդը, մեր հանրությունը, հասարակությունը ինքը ֆուտբոլից արա։ Դե ֆուտբոլ այկան նայեցին։ Ինչ մենք, ինչ լեհերը, ինչ տարբերություն։ Դե ֆուտբոլային խաղ ալի, կգան կնայեն, իրար ձեր կտան։ Կանցնի կգնա։ Ինչ կարիք կա նրանց հետևելու ու ուղեկցելու լեհ երկրպագուների հետ։ Չէ որ մեր ոստիկանները ահեղ եւ ուժեղ նրանք ովքեր որ սպորտով ընդհանրապես չեն զբաղվում որևէ ակումբի երկրպագու տենց առանձնապես չեն մարդիկ ովքեր որ ավելի շատ են ծխում քան ամենաուժեղ ծխողները իհարկե այդ աշխարհը իրենց համար ինչ որ տարօրինակ հեքիաթային մի զվարճանքների աշխարհ է եւ այդտեղ առանձնապես բան անելու չունեն նրանք պարզապես հետևում են կողքից իրադարձությունը տեղի ունենում է եւ նրանք արագ կիսով չափ արագ տեղ շատ դանդաղ արձագանքում են ինչպես ասում են ռուսները մալացի այս թեմայով թերևս այսքանը կրկին հիշեցնեմ գլխավոր ձեռքբերման մասին նոան խաղալու է play-off-ում դեռ ավելին շատ ավելի բարձր հորիզոնական նրանք կարող են գրավել եթե այս խաղարկությունում գլխավոր անհաջողակներից մեկին ես նման խաղ գոնե նվազագույնը Դինամո Կիևից չէի սպասում կարողանան միավոր կորզել միավոր եւ միավորներ ամեն դեպքում էլ ես վստահ եմ որ նոան կբարելավի մրցաշարային աղյուսակում իր տեղը կապահովի ավելի շատ միավորներ կաշխատի ավելի շատ գումար եւ արդյունքում ավելի հարմար մրցակից ձեռք կբերի play-off փուլում եւ ինչ իմանաս մանավանդ որ ընթացիկ խաղարկությունը առանձնապես գերհզոր ակումբներով չի համալրված այնտեղ կարող ես հիշել Ստրասբուրգ գիտեք մեկ երբ ուզում եմ ասել Ստրասբուրգ եւ հիշում եմ Ֆրանսիայի առաջնությունը, որը ես տեղով ատում եմ, հիշում եմ այնտեղի ակումբների մակարդակը, իդեպ Եվրոպա լիգայում նայեք թե վերջին հորիզոնականում որ երկրի ներկայացուցիչը կհասկանաք ինչի մասին եմ խոսում, երբ այս խաղարկության գլխավոր հավակնորդների թվում Ստրասբուրգ ուզում եմ սենց ասել, անընդհատ ինձ բռնացնում եմ այն մտքի վրա, որ հիմա դու լուրջ ես խոսում։ Եվրոակումբային մրցաշարում հաղթողի հավակնորդը հա Ստրասբուրգն է, Օլիմպիակոսը այո,
Որովհետև Օլիմպիակոսը երկար ու ձիգ տարիներ դո Չեմպիոնների լիգայում, Եվրոպա լիգայում լուրջ մասնակցության լրջագույն պատմություն ունի։ Ստրասբուրգը գրողը տանի չունի, նա ինչ որ Ինտերտոտոյի գավաթում է, որով ինքը Իրանով որակավորման փուլ է եղել։ Ինտերտոտոյի գավաթում է ախտել։ Okay, Ստրասբուրգ, Crystal Palace գրողը տանի։ Պատկերացնում եք Crystal Palace-ը եվրոպական գավաթի համար պայքարող ակումբ է։ Դրանք Անգլիայում նվաճած իրենց գավաթը վերջին 80 թե 60 տարում։ Բայց լավ, Crystal Palace, Fiorentina թիմ, որը որ Իտալիայի առաջնությունում անենց վատը հանդես գալի, ինչպես երբևէ։ Նրանք ուզում են առաջնության կեսի ընթացքում արդեն ապահովեն իրենց տեղը Սերիա B-ում, հասկանում եք։ Եվ այս մրցաշարը, այս առաջնությունը իրական նվեր է համեստ ակումբների համար, հնարավորինս հեռու գնալու։ Եկող տարին թող բոլորի համար հենց այս ձև հնարավորինս թեթև, անհոգ, հաճելի, առանց մեծ ու արհեստական խնդիրների ճանապարհ մեզ պարգևի։ 2026-ը թող հենց այդպիսի տարի լինի, 2025-ի վերջին այս ֆուտբոլային հատվածն է, կարծես թե դրա նախերգանքն է եղել ու լինելու։ Ես դրանում վստահ եմ։ Դե ինչ այս թողարկման համար առանձնացրել էինք այսքանը։ Սպասեք մեզ եկող շաբաթ Բուն TV-ի եթերում Sport Podcast Հեթանոսի հետի հերթական թողարկումներ ձեզ համար աշխատեց Գևորգ Ղազարյանը, ում մեկ-մեկ տենց Հեթանոս են անվանում։